Ողջույն սիրելիներ, եկել ենք կինոթատրոն, ահա այս կինոթատրոնում կդիտենք մի ֆիլմ, շատ հետաքրքիր ֆիլմ է, մի ընտանիքի մասին, որը ապրում է աֆրիկյան հյուսիսային մի խուլ գյուղում, շատ ծանր փորձությունների միջով է անցնելու այդ ընտանիքը, հասցրել եմ անոնսը ուսումնասիրել, ուրեմն միայնակ հայր է, որ մեծացնում է իր որդուն, կանգ չառնելով ոչ մի դժվար աշխատանքների առջև, ամեն բան անում է, որպեսզի ապահովի իր որդու բարեկեցությունը, միայնակ հայր, որը պայքարում է առօրյա խնդիրների հետ, հաղթահարելով դժվարությունները, եւ դրան է գումարվում քաղաքացիական պատերազմները, աղետները, որին նույնպես պետք է դիմակայել, եւ նաեւ իրեն է միանում նոր ամուսնալուծված իր քույրը, եւ այսպիսով խնդիրները ավելանում են գնալով, շատանում են, բայց նա մեծ համբերությամբ եւ նվիրվածությամբ իր ընտանիքին պայքարում է, հոգ է տանում եւ փոխադարձ վստահություն ու սերը հաղթում է վերջում։ Սյուժետը շատ հետաքրքիր է, մանրամասնությունները այս պատմության շուրջ ինձ ավելի հետաքրքրեց։ Մի խոսքով հիմա կդիտեմ ֆիլմը, որից հետո նաև կկիսեմ տպավորություններս, բայց ասեմ, որ չգիտեմ, կկարողանամ հատվածներ նկարահանել թե ոչ, ամեն դեպքում կփորձեմ։ Սիրելիներս, լավ եղանակ է, արտակարգ, թեպետ անձրև է խոստացվում եղանակային տեսությունով, ժամը 4-ի 5-ի կողմերը, բայց կարծում եմ, որ մինչ այդ ֆիլմը կավարտվի, հիմա ժամը 1:10 է, 1:25 պետք է սկսվի ֆիլմը, կարծում եմ մինչ այդ ֆիլմը կավարտվի եւ ես չեմ թրջվի, կհասնեմ տուն։ Տեսեք ինչ հետաքրքիր մոզաիկա է այստեղ պատի վրա, գիտեք ինչեր է, շշի փականներ է, այսպես ինչ որ կոլաժ են ստացել, ուղղակի ափսոս, որ թփերը թաքցնում են այս ամենը, բայց այնտեղ նկատում եմ, որ լուսավորության լամպերի տեղ կա, որ պետք է պատը լուսավորվեր, այստեղ էլ հավանաբար նապաստակի վանդակ է եղել, բայց ոչ մի կենդանի չկա, տարածքը այսպիսին է, ընդհանուր առմամբ, ուսումնասիրենք մինչ կինոթատրոն մտնելը, նախորդ վլոգում մենք նայեցինք մեր քաղաքի նորակառույց շենքերը, սրանք հին շենքեր են, որոնք են այս քաղաքում, որտեղ ես բնակվում եմ, մշտապես հինը նորի կողքին, հիմա կոնկրետ նայենք այս շենքը, չէ, հիմա այս հնի կողքին կառուցվել է նորը, նայենք, այն փակ պատշգամբներով նոր կառուցված շենք է, կլինիկա է ներքևի հարկում, վերևը երևի բնակելի է, չգիտեմ, բայց դրա կողքին կա նաև հինը, այս փեղկերով շենքը, ինչպես տեսնում եք, տեսեք տանիքների ամեն հատվածը օգտագործվում է, տանիքի վրա ապրում են մարդիկ, դրա վերևը էլի հատված կա, որտեղ ապրում են մարդիկ, ահա, մի խոսքով, ահա այսպիսին է այս ամենը, ինչպես տեսնում եք, շուտով կմտնենք ներս տոմսերը գնելու եւ ֆիլմը դիտելու, իսկ տպավորությունների մասին կկիսվեմ վերջում։ Ես ինչ տրակտոր եկի քաղաքի կենտրոնում կանգնել, գաղափար չունեմ։ Տոմսս։ Allez, à tout de suite, elle arrive. Bon bah vous montez, j'arrive. Ok, Attends. allez, à tout de suite. À tout de suite. Vous dites que vous pouvez me laisser ici les billets, comme ça. Oui, non mais bon, je préfère. Vous êtes gentil, monsieur. Allez. Je sais pas si je suis. Je pense que c'est pas mal. Le film, il est pas mal. Il est grand, mais il est très fort. Ouais. C'est une scène qu'elle a dit qu'elle va venir. The drone fired Hellfire missiles during its initial pass over the vehicle, then circled back
and just to make sure, launched another round. Regarde. Yeah. maxaa sawiraysaa laamiyo ma ka caawinaa anaa ku filan بس انت هوش على قفصه. أنا شكلنا كشكي شكون كبدا ديرا ورتنيش ما يعرف أحد يحكي شو صباح wanaagsan saakaan idin yeeray war farxad leedima sheegayo labadii sano u dambeysay dhaqaalihiisii hoos buu u dhacay macallimiintii laga shaqayn jirtay mid waa buuqooday iskuulkooda waa maxay waa iskuul waxbarasho oo la seexanayo galaasiyada dhexdooda seexanaya ama waa iskuul caadi dadkii o dhan waa joogaysaa jimcaha ayaa lagu soo fasaxaya guriga imaanaysa ka waran
حلقة ملحة صدق ها Tu veux que je te fasse une photo? Comme tu es belle? Viens, viens pour moi. Viens. Ça y est? Ah, Tu es bien habillée. merci beaucoup, ma chérie. لا هم هزين لك الهم هم هزين لك الهم alors صيفط لي شو ما تصيفط لي je te fasse la photo Քաղաքի լավագույն վարսավիրանոցներից մեկը։ Zdjęcie takiego plakatu. Գրքերի ցուցահանդես վաճառք։ Շատ ընթերցասեր են ու գրքասեր։ Ամեն տեղ, ամեն ուր կտեսնես ընթերցող մարդկանց, տրանսպորտում, այգիներում, սրճարաններում գալիս են սուրճ խմելու ու հատուկ գիրք կարդալու համար։ Եվ կան կանգառներ եւ պարկերում հատուկ տեղեր, որտեղ կան գրքեր, մարդիկ ծրի վերցնում են, օգտվում են, կարդում են, տեղն են դնում։ Սա հրապարակի հատվածն է,
Եվ շատրվանները, տեսեք ինչպիսի շատրվաններ են, իհարկե մեր հանրապետության հրապարակի շատրվանները այլ մասշտաբների են եւ այլ գեղեցկության, բայց եթե լինում է հնարավորություն շոկ տակ ամառային օր բոլորը դուրս են գալու վայելելու այս թարմությունը, տուրիստներ կան շատ քաղաքում, երիտասարդները սկեյթ են քշում, ինչը լավ է, աժոտաժ շարժ կա քաղաքում։ Apple-ի խանութը մեր դիմացում է գտնվում ճարտարապետական այս շենքի գեղեցիկ շինության ներքո։ Մի խոսքով, այսպիսի լավ տրամադրությամբ դուրս եկա կինոթատրոնից, ասեմ, որ ֆիլմը շատ տպավորիչ էր։ Այն գյուղում, որտեղ ապրում էին իրենք, շատ աղքատ էր, աղքատության վերջն էր ուղղակի, եւ հյուսիսային աֆրիկյան երկրները լքում են իրենց բնակիչները, վտանգելով իրենց կյանքը միջերկրական ծովով անցնելով դեպի եվրոպական երկրներ, տարեկան 100,000-ավոր մարդիկ լքում են այդ երկիրը եւ հազարավորներ մահանում ծովում անցնելով այդ վտանգավոր ուղիով, վտանգելով իրենց կյանքը, երբեմն փրկվում են, երբ սահմանապահ նավերը վերցնում են իրենց միջերկրական ծովից, այդպիսով կարողանում են փրկվել, թե չէ չովի նավակներով, ինքնաշեն լոդկաներով անհնարին է հատել ծովը։ Շատերը կյանքի գնով են իրոք լքում իրենց երկիրը եւ դառնում են միգրանտներ տարբեր եվրոպական երկրներում, կյանքի գնով կարելի է ասել նոր կյանք ստեղծելու նպատակով։ Ահա այսպիսին է կյանքը, սելավի կասեր ֆրանսիացին, որ ասում է վատից վատն էլ կա, այդ կարգի աղքատություն, ուրեմն կենսամակարդակը այդ երկրի աշխարհի ցուցակներում ամենավերջին տեղում է, ուրեմն ամենավերջին տեղում է գտնվում ցուցակում, անբարենպաստ ապրելու վայր, որպես այդ տարածաշրջանը, ուղղակի չքավորություն։ Բայց գովելին այն էր, որ այդ երեխայի հայրը ամեն ինչ անում էր, որպեսզի տղան ստանար ուսում եւ կայանար որպես մարդ, հորաքույրն էլ ընդառաջ էր գնում եւ վերջում նա բացեց իր ատելյեն, այն երազանքը, որ նա ուներ, ի սկզբանե կարողացավ հասնել դրան։ Այնպես որ յուրաքանչյուր մարդ պետք է գնա իր երազանքի հետևից ու չհանձնվի երբեք, չնայած դժվար պայմաններին, երբ թվում է ամբողջ աշխարհը քո դեմ է, քո երկիրը նույնպես, մարդիկ կառավարությունը նույնպես, այնուհանդերձ հնարավոր է հասնել քո երազանքին։